Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն հունիսի 9-ն է, երկու օր մենք կարելի ասել նորմալ հաղորդում չենք արել, քանի որ մեծ հաշվով շատ հարց չկար քննարկելու եւ ես չէի ցանկանում ուղղակի հաղորդում անել հաղորդման համար եւ ծանրացնել ձեզ։ Մենք խոսում ենք միշտ այն ժամանակ, երբ որ կա խոսելու թեմա, եւ երեկոյան եւս որոշեցի հաղորդում չանել, քանի որ երեկոյան եթե մենք խոսեինք, արդեն այսօր առավոտ մենք չէինք ունենա այս հաղորդման նոր հնարավորությունը, քանի որ խոսելու մեծ հաշվով կրկին ոչինչ չէինք ունենա, դրա համար որոշեցի միանգամից մեր հաղորդումը տեղափոխել երկուշաբթի օրը։ Քննարկելու բազմաթիվ հարցեր կուտակվեցին, Հայաստանից անպայման կսկսենք քննարկումը, բայց ոչ միայն Հայաստանի, այլ միջազգային կարևոր իրադարձությունները կքննարկենք, որտեղ որ կան որոշ մտահոգություններ, ես կկիսվեմ ձեզ հետ նաև այդ մտահոգություններով։ Շատերը մեզ գրում են, որ երբ որ նայում եք ձեր հաղորդումները, միշտ հույս եք տալիս։ Ես փորձում եմ ոչ միայն հույս տալ, այլ նաև խոսել իրականության մասին, երբ որ լինում են կոնկրետ խնդիրներ, վտանգներ։ Ես անդրադառնում եմ նաև այդ հարցերին, քանի որ ես ինքս եւս հետևելով կարծես թե վերապրում եմ եւ այն ամենը, ինչ վերլուծում ենք, փորձում եմ ներկայացնել ձեզ։ Բայց սկսենք Հայաստանին վերաբերող հարցերից, անպայման լայքերը դրեք եւ սկսենք նրանից, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը այցելել էր Գարեգին II-ին։ Հիմա տեսեք, ինչ է փաստացի տեղի ունենում։ Լևոն Տեր-Պետրոսյանը փաստացի ցույց է տալիս, որ ինքը Գարեգին II-ի հետ է, համերաշխություն է հայտնում Գարեգին II-ին եւ արդեն քաղաքացիական պայմանագրից կոչ են անում, որ բոլորդ մեկտեղ հավաքվեք, թող Սերժ Սարգսյանն էլ գնա, Ռոբերտ Քոչարյանն էլ գնա, հարցը իմ պատկերացմամբ գիտեք ինչի մեջ է։ Չնայած որ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը կարծես թե իրար հետ այդ կանել լավ չեն, բայց այստեղ մեկ բայց կա եւ շատ կարեւոր բայց կա, նրանց տերերը մեկ են եւ նրանք ղեկավարվում են մեկ տեղից։ Չնայած որ Լևոն Տեր-Պետրոսյանը տարեց մարդ է եւ նախկին նախագահ է, առաջին նախագահն է եւ կարծես թե կարիք չպետք է ունենա ծառայելու իր նախկին տերերին, բայց այնուամենայնիվ այդ վարկով ինքը հստակ ցուցադրում է, որ ինքը ծառայում է իր նախկին տերերին։ Հետևաբար, եթե դու նորմալ մարդ ես, Գարեգին II-ի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքները, մենք խոսել ենք այն մասին, ինչքանով ճիշտ է, որ ինքն է հնչեցնում կամ չի հնչեցնում, բառապաշարն ենք քննարկել, հարցը դա չէ, բայց այդ հնչեցրած մեղադրանքները ազգի, կարելի ասել 90%-ը, եթե ոչ ավելին, համոզված է, որ իրականությանը համապատասխանում է։ Դա է խնդիրը։ Ես կարծում եմ, որ ինքն էլ շատ լավ պատկերացնում է եւ նույնիսկ փաստեր ունի, միանշանակ համոզված եմ, որ այն ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը համապատասխանում է իրականության։ Հետևաբար ինքը գնալով եւ համերաշխություն հայտնելով, ինքը եւս դառնում է այդ ամենի մաս եւ այդ ամենի մեղսակից։ Դա է խնդիրը, բայց կարևոր խնդիրը դա չէ, ես արդեն նշեցի, ամենակարևոր խնդիրը այն է, որ բոլորը կարող է իրենք իրար մեջ ատեն նախկիններ օրինակի համար, բայց բոլորը ղեկավարվում են մեկ տեղից, մեկ կենտրոնից եւ գործում են մեկ հրահանգով։ Եվ դրա համար ես համոզված եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը գնացել էր հանդիպման Գարեգին II-ի հետ եւ իր համերաշխություններ հայտնում Գարեգին II-ին։ Կարող է իրան օրինակին դիմեն նաեւ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, կարծում եմ ավելի հավանական է, որ Ռոբերտ Քոչարյանը նրա օրինակին դիմի, բայց դա մեծ հաշվով չեմ կարծում, որ դրական անդրադառնա իրենց հեղինակության վրա, սիրելի հայրենակիցներ, քանի որ կրկնեմ, մեր ժողովուրդը բավականին իմաստուն է, բավականին լավ հասկանում է, թե ինչ է կատարվում։ Այն վերաբերվում է Հայաստանի իշխանություններին, ես կրկին մտավախություն ունեմ, որ նրանք մինչև վերջ չեն գնա այս հարցում, կարող է սխալվում եմ, ես ուրախ կլինեմ, եթե սխալվեմ, բայց կարող է գա այնպիսի մի պահ, արդեն կարծես թե այդ մասին խոսվում է, որ եթե եկեղեցին եւ հոգեվորականները հրաժարվեն ընդհանրապես խառնվել, միջամտել քաղաքականությանը, նրանք Հայաստանի իշխանությունները եւս կհրաժարվեն
այս հայտարարությունները շարունակելուց, ոչ թե հայտարարություններից կհրաժարվեն, այլ կհրաժարվեն այդ ամենը այսպես բացեիբաց քննարկել, կամաց կանտեսեն եւ անցնի կգնա։ Երևի թե դա կա եւ դա բավականին լուրջ վտանգ է, քանի որ այդ պարագայում մենք չենք ունենա մաքրված եկեղեցի։ Չնայած երեկվա հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի այդ մասով, որ ժողովրդին է պատկանում երկիրը պետությունը եւ իրենք կարողացել են պետությունը երկիրը վերադարձնել ժողովրդին եւ եկեղեցին եւս պետք է կարողանան վերադարձնել ժողովրդին, դա այդ առումով հույս է ներշնչում, որ Նիկոլ Փաշինյանը այս հարցում հետեւողական է լինելու։ Սակայն ինչպես եւ նախկինում եմ ասել, կրկին մնում եմ այն համոզմանը, որ հիմա աշխարհում այնպիսի իրադարձություններ են տեղի ունենում, որ եթե այս հարցին տրվել է ընթացք եւ այս հարցը մենք չկարողանանք արագ լուծել, ապա այս պայմաններում, այս իրավիճակում եկեղեցի էլի չասենք բարձրաստիճան հոգեվորականների եւ իշխանության ներկայացուցիչների միջև հակամարտությունը ավելի վատ հետևանքներ ունենալու Հայաստանի Հանրապետության համար, քան հնարավոր օգուտ է բերել, այսինքն օգուտ մենք չենք ստանա, քանի որ եթե չենք հասցնում այս process-ներից միասնական եւ ամուր ավելի դուրս գալ, հարցին լուծում տված դուրս գալ, ապա այն փոթորիկը, որը որ մոտենում է մեր տարածաշրջանին, մեզ կգտնի այդ փոթորիկը շատ ավելի թուլացած, պառակտված եւ դա բավականին ավելի է բարդացնելու մեր ընդհանուր վիճակը։ Դրա համար, եթե հարցին լուծում է տրվում, հետ քայլը պետք է տեղի ունենա եւ շատ արագ, եթե հասցնեն, շատ արագ պետք է այդ հարցը լուծվի, չգիտեմ ինչպես, ես չեմ մեկնարկել այդ խաղը, ասենք, իրավիճակը, ասենք, ինչպես ուզում եք դա անվանեք, մեզ խաղ չէի էլ անվանի դա, բայց եթե կրկնեմ, եթե արագ չտրվի լուծում այս հարցին, մենք բավականին լուրջ խնդիրներ կունենանք։ Հաջորդը ինչ վերաբերվում է Հայաստանին, այստեղ հաղորդագրություն կա, որ հունիսի 9-ից 10-ը Հայաստանի արտգործնախարարը գտնվելու է Ֆրանսիայում, մասնակցելու է ՄԱԿ-ի կազմակերպած կոնֆերանսին, որը որ վերաբերվելու է օվկիանոսների հարցին, չգիտեմ ինչ է մեծ հաշվով քննարկելու, ինչ հանդիպումներ կարող է ունենալ այնտեղ Արարատ Միրզոյանը։ Հաջորդ կարևոր հարցը, որը ես առանձնացրել էի այս օրերի ընթացքում, դա այն է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել էր Ադրբեջանին, գիտեք, Qurban Bayramի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել էր Ալիևին, դրանից առաջ նաև Էրդողանին էր զանգել, եւ դա համընկավ նրա հետ, որ հայ պատանիներ էին մոլորության մեջ հայտնվել եւ հավանաբար անցել էին հայ-ադրբեջանական սահմանը, այդ մասին ակտիվ գրում էին, խոսում էին, նույնիսկ Հայաստանի իշխանություններին էին լուրջ ձևով մեղադրում, եւ մենք տեսանք այդ շնորհավորանքը եւ դրանից հետո մենք տեսանք այն, որ երիտասարդները ողջ առողջ Հայաստանում են, բայց կարծես թե մանրամասներ չկային, թե ինչպես էին մոլորության մեջ հայտնվել որտեղ եւ ինչպես էին հետ վերադարձվել Հայաստան։ Հնարավոր է այս ամենը իրար հետ կապ ունի, ես դա այլևս չեմ կարող բացառել։ Դրանից բացի, չնայած որ այդ քայլը, ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը մեծ հաշվով պոպուլյար չէ Հայաստանում, ես գրեթե համոզված եմ, բայց իր խաղաղության ճարտարապետության մեջ այն տեղավորվում է, քանի որ ինքը իրոք ուզում է այս կոնֆլիկտին վերջ տալ եւ առիթ չտալ Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա։ Այսինքն, երբ որ նրանք փորձում են լարել իրավիճակը, հայտարարություններ են անում, ահա այսպիսի հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղմել իրավիճակը։ Ես չեմ կարող ասել ինչքանով իր մոտ դա կստացվի կամ չի ստացվի։ Մեկ կարևոր բան պետք է հստակ նշենք, ես միշտ փորձում եմ աշխարհը տեսնել իր գույներով, բայց տեսնում եմ, որ մի մեծ հատված կա ժողովրդի, որը որ աղավաղված է տեսնում այդ գույները։ Երբ որ ասում են Նիկոլ Փաշինյանը թուրք է, կամ Ռոբերտ Քոչարյանը թուրք է, Լևոն Տեր-Պետրոսյանը թուրք է, Սերժ Սարգսյանը թուրք է, ես այդ գաղափարների հետ չեմ համաձայնվում, բայց կարող եմ ասել, որ օրինակի համար Քոչարյանը կաշառակեր է, Սերժ Սարգսյանը կաշառակեր է, Լևոն Տեր-Պետրոսյանը ավելի շատ հակում ուներ ռուսների հրահանգներով առաջնորդվելու եւ
թույլ առաջնորդ էր, բազմաթիվ սխալներ է գործել, հնարավոր է որոշ դեպքերում գիտակցաբար, բայց որ ասենք, որ թուրք են, միանշանակ դա սխալ հայտարարություն կլինի, քանի որ չի համապատասխանում դա իրականության։ Տարբեր առաջնորդներ, երկրի նախագահներ, ասենք լավ իրենց, տարբեր սխալներ են գործել մեր ժողովրդի, մեր հայրենիքի նկատմամբ, բայց միանշանակ բոլորին թուրք անվանել դա սխալ է։ Ամենքին պետք է տրվի իր անվանումը։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանի այս շնորհավորանքը, եթե ոմանք ասում են թե թուրք է կամ ես նույնիսկ այս հարցը չեմ էլ ցանկանում քննարկել, այդպիսի դավաճանի պիտակներ են կպցնում, չէ, ուղղակի Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ իր այդպիսի քայլերով, շնորհավորանքներով, զանգերով ինքը կարող է մեղմել իրավիճակը եւ գնալ դեպի խաղաղություն։ Հիմա որքանով կստացվի դա արդեն ուրիշ հարց է։ Ես տեսել եմ մեր պատմության մեջ բազմաթիվ խրատներ, մեծերի խրատներ, մեր հայրերի, որ թրքերի հետ իրոք այդպիսի մեթոդները չեն աշխատում, չեն գործում։ Հիմա մեր հայրերը դա տեսել են, իրենք զգացել են իրենց կաշվի վրա, փորձել են լավացնել հարաբերությունները թուրքերի հետ, չի ստացվել, չեմ կարող ասել, չգիտեմ, պատմության մեջ, եթե ընթերցում ես հայոց պատմությունը, հստակ տպավորություն է քո մեջ ստեղծվում, որ ահա այդ վարկով, այդպիսի քայլերով ոչինչի չես հասնի թուրքերի հետ։ Հիմա տեսնենք, Նիկոլ Փաշինյանը փորձում է այնուամենայնիվ հասնել խաղաղության եւ այդպիսի շնորհավորանքներ, հեռախոսազրույցներ է ունենում թուրքական պետությունների առաջնորդների հետ, լավ ասենք, Էրդողանի հետ հեռախոսազրույց եւ շնորհավորանքը Ադրբեջանի ժողովրդին։ Ես ամեն դեպքում չնայած որ կրկնեմ, պատմությունը մեզ այլ բան է ուսուցանում, ես ուզում եմ լինել լավատես, քանի որ նորմալ երկրների միջև, նորմալ մարդկանց համար դա շատ կարևոր եւ նորմալ քայլ է եւ շատ բարձր կարող է ընկալվել եւ գնահատվել եւ իրոք կարող է քայլ լինել, որպեսզի ժողովուրդների միջև թշնամանքը վերանա, ատելությունը վերանա եւ խաղաղություն հաստատվի տարածաշրջանում։ Հիմա ինչպես կլինի դա ադրբեջանցիների եւ Ադրբեջանի պարագայում, ես լուրջ ձևով դժվարանում եմ ասել։ Եվ դա է վկայում այն փաստը, որ Ադրբեջանի նախագահի եւ Պակիստանի վարչապետի միջև նոր հեռախոսազրույց է տեղի ունեցել, ընդամենը մի քանի օր առաջ էին նրանք հանդիպել, հիմա հեռախոսազրույց են ունեցել եւ Ադրբեջանը GF-17 ինքնաթիռները, որոնք որ պատրաստվում էր գնել 16 հատ Պակիստանից, դրանց ավելի կատարելագործված տարբերակից գնելու է 40 հատ, 40 ինքնաթիռ է ձեռք բերելու, ընդհանուր 4.6 միլիարդ դոլարի ինքնաթիռներ են, շատ մեծ ծրագիր է, Պակիստանից ամենամեծ գնորդն է փաստացի դառնում Ադրբեջանը զենքի եւ այդ ինքնաթիռների, եւ դա շատ լուրջ մտածելու տեղիք է տալիս մեզ համար, քանի որ նախ շատ մեծ թվով ինքնաթիռներ են, մեծ գումարի եւ դրանից բացի այդ ինքնաթիռները բավականին լավ իրենց ցուցադրեցին Հնդկաստան-Պակիստան պատերազմի մեջ, բայց այստեղ մեկ խորհուրդ կարող եմ տալ, ուղղակի դա իմ մտքերն են, որ դրա լուծումը եւս մենք կարող ենք փնտրել Հնդկաստանում, քանի որ Հնդկաստանը արդեն բախվել է այդ ինքնաթիռների հետ, ավելի լավ պատկերացում ունեն հնդիկները, թե ինչ ինքնաթիռների մասին է խոսքը, եւ միանշանակ հիմա մշակում են այնպիսի զենքեր կամ իրենց ունեցածն են ավելի կատարելագործում, որպեսզի կարողանան այդ ինքնաթիռները ոչնչացնել, եթե նման հարձակում իրականացնեն ինքնաթիռները, օրինակ Հնդկաստանի վրա։ Այսինքն դրա դեղամիջոցը, եթե նույնիսկ չունի Հնդկաստանը, ապա մոտակա ժամանակներս միանշանակ աշխատելու է, որ այդ ինքնաթիռների դեմ դեղամիջոցը արդեն ինքը ստեղծի։ Եվ այդ առումով մենք պետք է շատ լուրջ համագործակցենք Հնդկաստանի հետ։ Եվ խոսքը կոնկրետ այստեղ պաշտպանության մասին է։ Մենք պետք է ուղղակի կարողանանք ստեղծել, ձեռք բերել այնպիսի միջոցներ, մենք բնականաբար չենք ցանկանում պատերազմ։ Բազմիցս հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետը, բայց մենք պետք է ունենանք պաշտպանվելու միջոցներ։ Եթե դու չես պատրաստվում հարձակվել եւ պատերազմել որևիցե երկրի նկատմամբ, դա չի նշանակում, որ
որևիցե երկիր չի պատրաստվելու քո դեմ պատերազմելու, ինչքան էլ դու շնորհավոր ես, բարեմաղթանքներ հղես եւ ամբողջ աշխարհին ցուցադրես, որ ուզում ես խաղաղություն։ Եթե պատերազմ են ցանկանում եւ մեծ գումարներ են ներդրվում զենքի մեջ, ապա անպայման առիթ կգտնեն, առիթ կստեղծեն, որպեսզի պատերազմեն քո դեմ։ Դրա համար ամենալավ ձևը պաշտպանությունն է, պաշտպանության համակարգերի ավելացումն է, հնարավորությունների ավելացումն է եւ դա ամենալավ երաշխիքն է նրա, որ պատերազմ չի լինի։ Կարծում եմ այդ շնորհավորանքից հարյուրապատիկ անգամ ավելի լավ է, որ մենք ունենանք պաշտպանության միջոցներ։ Դա ավելի լուրջ երաշխիք է անվտանգության առումով։ Հիմա ասենք միջազգային կարևոր հարցերի քննարկմանը։ Գիտեք թե ինչ սարսափելի հարվածներ էր հասցրել Ռուսաստանի Դաշնությունը Խարկովին, կային զոհեր, 20-ից ավելի վիրավորներ, բայց նույնիսկ շատերը ասում են, թե Ռուսաստանի Դաշնությունը չի դադարեցնելու այդ գործողությունները եւ այն Սարդոստան գործողության դիմաց դերևս պատժիչ գործողությունները չի ավարտել Ուկրաինայի նկատմամբ։ Ուկրաինացիները շատ ցավոտ են տանում, երբ որ Միացյալ Նահանգներից հնչում են այդպիսի կարծիքներ, պատժիչ գործողություն, ասում են, որ միշտ էլ Ռուսաստանի Դաշնությունը հարվածում է, պատերազմ է մղում մեր դեմ, ինչ պատժիչ գործողության մասին է խոսքը։ Նրանք միշտ էլ, երբ որ ունենում են հնարավորություն, միշտ էլ վարվում են նման կերպ։ Զելենսկին բավականին լուրջ ձևով քննադատել էր նաև Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որտեղ որ Դոնալդ Թրամփը Պուտինին եւ Զելենսկին անվանել էր երեխաներ, որոնք որ զբոսայգում կռվում են միմյանց, ինչ որ նման համեմատություն էր արել Դոնալդ Թրամփը եւ նա ասել էր, որ մենք երեխաներ չենք, Վլադիմիր Պուտինը մարդասպան է, երեխաներ է սպանել, այսինքն Զելենսկին փորձել էր տեղը դնել Դոնալդ Թրամփին, քանի որ այդ հայտարարություններով կարմիր գիծ էր հատել Դոնալդ Թրամփը։ Ինչ վերաբերվում է պատերազմական գործողություններին, ապա Ուկրաինային երկու օր առաջ հաջողվել էր Սու-35 ինքնաթիռ խոցել Կուրսկի հատվածում, դա եւս տասնյակ միլիոնավոր դոլարների կորուստ է Ռուսաստանի Դաշնության համար, ամենաժամանակակից ինքնաթիռներից մեկն էր կարողացել խոցել Ուկրաինան։ Ուկրաինային հաջողվում է այդպիսի կարևոր ինքնաթիռներ խոցել։ Միջայլոց կար տեղեկություն, որ այդ ինքնաթիռը խոցվել էր ամերիկյան F-16 ինքնաթիռի միջոցով կողմից եւ սա եւ շատ հետաքրքիր է, չափազանց հետաքրքիր է, քանի որ պետք է որ այդ Սու-35-ը ավելի բարձր լիներ, քան F-16-ը, բայց մենք հասկանում ենք, թե իրականում, եթե փաստաթղթերով կամ գեղեցիկ տվյալներով այդպես է, իրականում կարող է այդպես չլինել եւ F-16-ը կարող է գերազանցել նույնիսկ այդ ժամանակակից Սու-35-երը։ Զելենսկին նաև հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների եթե օգնությունը չլինի, Ռուսաստանի հաղթանակի հնարավորությունները շատ ավելի շատ կլինեն։ Եվ խնդիրը հիմա նրանում է, ինչու է սկզբում ասացի մի փոքր պեսիմիստական հաղորդում է լինելու, Ուկրաինայի մասով խնդիրը նրանում է, որ Սումի ուղղությամբ Ռուսաստանը բավականին զգալի առաջընթաց ունի եւ առաջընթացը շարունակում է, իսկ Ուկրաինան կարծես թե Ամերիկայի Միացյալ Նահանգներից կարող է եւ ապագայում նոր ռազմական օգնություն չստանա, հլստանում է այն, ինչ Բայդենն էր հաստատել մեծ հաշվով եւ հիմա ամենաբարդ իրավիճակը Ուկրաինայի համար լինելու է մինչեւ խորը աշուն, եթե Ռուսաստանի Դաշնությունը կարողանա զարգացնել իր առաջխաղացումը։ Իսկ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները զենքը չմատակարարեն, ավելի ու ավելի կբարթանա Ուկրաինայի իրավիճակը եւ մինչեւ աշուն, ինչպես արդեն նշեցի, նրանք կարող է զգալի նաեւ առաջընթաց ունենան, բայց մենք տեսնում ենք, թե ինչ հետաքրքիր գործողություններ է կարողանում իրականացնել Ուկրաինան, զարմացնելով բոլորին, եւ դրա համար ես չեմ կարող ոչինչ բացառել, նաեւ ուկրաինական կողմից սուրպրիզները շատ հնարավոր են Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, դրա համար միանշանակ ասել, թե Ռուսաստանը հիմա շատ լուրջ հաջողություններ կունենա, չեմ կարող ասել, բայց դա է հիմա այս պահի դրությամբ իրականությունը։ Դրանից բացի կարևոր է նշել, որ այնուամենայնիվ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը
մասնակցեց այդ Ռամշտայնի հավաքին։ Ֆրանսիան որոշում է կայացնում, որ դրոններ արտադրելու անմիջապես Ուկրաինայում, եվրոպացիները ավելի ու ավելի շատ են խոսում Ռուսաստանի հնարավոր հարձակման մասին, դրա մասին եւս խոսել ենք սիրելի հայրենակիցներ, բայց խնդիրը նրանում է, որ եթե ավելի շատ են կենտրոնանում այն հարցի վրա, թե Ռուսաստանը կարող է հարձակվել եվրոպական երկրների վրա, ուրեմն իրենք էլ են տեսնում, որ Ուկրաինայում վիճակը այնուամենայնիվ գնալով ավելի ու ավելի վատթարանում է։ Դա է ցավոք սերտի իրականությունը, բայց իրականությունը մեկ-մեկ այնպես արագ է փոխվում, որ օրինակի համար այսօր մենք հիմա հաղորդում ենք անում, կարող է 3 օր, նույնիսկ 1 օրվա մեջ կարող է փոխվել։ 3-4 օր հետո լրիվ այլ ձևի հաղորդում ունանք, քանի որ իրականությունը ռեալ հողի վրա այն աստիճան կարող է փոփոխության ենթարկվել, որ այսօրվա մեր վերլուծությունը, այսօրվա մեր քննարկումը այլևս ակտուալ չլինի։ Բայց այն ինչ հիմա տեղի ունենում ռազմադաշտում եւ նոր ուղղություն է փորձում բացել Ռուսաստանի Դաշնությունը եւ ունի բավականին զգալի առաջխաղացում, սումիները բավականին լուրջ վտանգի առաջ են, արդեն կարող են նաեւ հասնել քաղաքին։ Դա վկայում է այն մասին, որ այս պահի դրությամբ ռեալ ռազմի դաշտում հողի վրա Ռուսաստանը ունի հաջողություն եւ առաջխաղացում։ Դա է իրականությունը։ Հիմա մի քանի բառով անդրադառնանք, թե ինչ է տեղի ունենում Մասկի եւ Դոնալդ Թրամփի միջև, աշխարհի ամենահարուստ մարդու եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի միջև։ Ես համոզված եմ, որ սրա մասին դուք շատ եք լսել, շատ են խոսել այս հարցի շուրջ տարբեր փորձագետներ, ասեմ այն, որ գրեթե բոլորը կանխատեսում էին, որ նման կոնֆլիկտ տեղի կունենա, բայց թե հիմա ինչ շարունակություն կունենա այդ կոնֆլիկտը, դժվար է ասել։ Ես ուղղակի կցանկանայի այս հարցի շուրջ ասել այն, որ այդ կոնֆլիկտը կարող է լուրջ անկանխատեսելի հետևանքներ ունենալ Դոնալդ Թրամփի համար եւ ընդհանրապես Միացյալ Նահանգների համար ու իր Իլոն Մասկի համար նույնպես։ Սա կարող է փոխել Դոնալդ Թրամփի քաղաքականությունը, կարող է նաեւ թուլացնել նրա դիրքերը, քանի որ Դոնալդ Թրամփը հասկանում է, որ մեծ հաշվով Իլոն Մասկի օգնությամբ ինքը կարողացավ դառնալ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ։ Դրա համար հիմա էլ զգուշացնում է, որ հանկարծ չօգնես դեմոկրատներին եւ թե չէ քեզ համար շատ ավելի վատ կլինի։ Եվ այստեղ կարևոր է նշել, որ հիմա աշնան արդեն միջանկյալ ընտրություններ կան Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսում։ Ես փորձեցի ճշտել, թե ինչ է փոխելու այդ միջանկյալ ընտրությունները, մի քանի կոնգրեսմենի ընտրության հարց է, եւ եթե նույնիսկ դեմոկրատ տեխնացուները բոլոր տեղերի համար հաղթանակ տանեն, հաստատի նույնիսկ դա մեծամասնություն չի ապահովելու դեմոկրատական կուսակցության համար, այլ ուղղակի հավասար են դառնալու հանրապետականների եւ դեմոկրատների քվեերը մեծ հաշվով, շատ փոփոխություններ չկան։ Բայց հետաքրքիր կլինի, եթե դեմոկրատները տանեն հաղթանակ եւ ուժերը կոնգրեսում Ամերիկայի Միացյալ Նահանգների հավասարվեն։ Եվ այս առճակատումը Մասկի եւ Թրամփի միջև, դրանից բացի այն, ինչ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունենում, տեսնում եք, թե ինչ է տեղի ունենում Լոս Անջելեսում, զորք են մտցրել ներքին զորքերը, ներքին գվարդիան է մտցրել Ամերիկայի Միացյալ Նահանգները, որպեսզի կարողանա դիմակայել այդ անկարգություններին, շատ խառը իրավիճակ է։ Համենայն դեպս երեք այդպես էր Լոս Անջելեսում եւ այդ ամենը կարող է ազդել Դոնալդ Թրամփի վրա։ Ես չեմ բացառում, որ այս ամենը ազդի Դոնալդ Թրամփի իշխանության վրա, կարող է նույնիսկ ամրապնդել Դոնալդ Թրամփը այս արանքում իշխանությունը այս գործողությունների հետևանքով, նույնիսկ Դոնալդ Թրամփը առճակատման մասով Իլոն Մասկի հետ կարող է ավելի ամուր դուրս գալ դրանից, բայց ես կարծում եմ, որ ճիշտ հակառակը ավելի շատ է հավանականությունը, որ այս իրավիճակներից, որը որ ստեղծվում է հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Դոնալդ Թրամփը ավելի ու ավելի թուլանալու է։ Դոնալդ Թրամփի իշխանությունը կարող է թուլանալ։ Եվ մինչև աշուն շատ բան կարող է փոխվել ամեն տեղ։ Թե ռուս-ուկրաինական ռազմաճակատում հիմա եթե Ռուսաստանը որոշակի առաջխաղացում ունենա, արդեն աշնանը չի կարողանալու շարունակել այդ առաջխաղացումը եւ մեծ հաշվով բազմաթիվ հարցերի պատասխան
մենք ամենայն հավանականությամբ կստանանք աշնանը։ Աշնանը պարզ կդառնա, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները օրինակի համար ռազմական իմաստով աջակցելու են Ուկրաինային, թե ոչ։ Եվ ընդհանրապես ինչ ճակատագիր է սպասում այս պատերազմին, ռուս-ուկրաինական պատերազմին եւ ինչ իրավիճակում կլինի Ռուսաստանի Դաշնությունը կամ նույն Ուկրաինան պատերազմը շարունակելու առումով։ Եթե պատժամիջոցներ մտցվեն Ռուսաստանի Դաշնության նկատմամբ հիմա եւ այդ պատժամիջոցները փոփոխության չենթարկվեն, այն գաղափարը, որ հիմա դրվել է այդ պատժամիջոցների մեջ, որը որ պետք է քննարկի եւ ընդունի Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը, եթե այդ պատժամիջոցները մտցվեն, կարող է 6-ից 8 ամիս հետո այդ պատժամիջոցները շատ վատ ազդեցություն ունենան Ռուսաստանի տնտեսության վրա։ Չնայած որ Դոնալդ Թրամփը խոսում է, հիմա ուզում է փոխել, մեղմել այդ պատժամիջոցները, որպեսզի ինքը հնարավորություն ունենա ինքը ընտրելու, թե որ երկրների նկատմամբ կմտցվեն այդ 500%-անոց պատժամիջոցները, եթե երկրները շարունակեն գազ եւ նավթ ձեռք բերել Ռուսաստանի Դաշնությունից։ Այսինքն պարտադիր կարող է եւ չլինի այդ 500%-անոց մաքսատուրքերի մտցնելը երկրների նկատմամբ, ինչպես որ պատրաստվում էր ընդունել Սենատը եւ Կոնգրեսը այդ պատժամիջոցների փաթեթի, այլ Դոնալդ Թրամփը փոխում է դրանց էությունը եւ ավելի մեծ իշխանություն է ստանում այդ մասով եւ ինքն է վերջին հաշվով որոշելու ում նկատմամբ եւ ինչպես պատժամիջոց մտցնի թե ոչ։ Ահա այսպիսի փաստացի իրավիճակ է հիմա ստեղծվել քաղաքականության մեջ։ Այս պայդարությամբ այսքանը, կրկին հիշեցնեմ լայքերի համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել, ցտեսություն, կհանդիպենք։